Արևը չէր գուրգուրում, ծաղներ չէր գուրում, ծաղներ սև հոտակ, առած վերապուտեն։ Դրսում անձրև ու անգամ ձյուն, իսկ ներսում գարուն պարուրված մանկական ժպիտներով, խնդությամբ ու վառվռուն գույներով։ Ահա այսպիսին էր Նինո Զմինդայի թիվ 3 դպրոցում տիրող տրամադրությունը։ Դպրոցի երկրորդ դասարանի աշակերտները իրենց ուսուցչուհու Անահիտ Սահակյանի հետ պատրաստել էին գեղեցիկ միջոցառում, նվիրված բնության զարթոնքին ու ծաղկունքին։ Մթնոլորտը գարնանային էր, ծաղիկներ խորհրդանշող փոքրիկները պայծառ, ինչպես գարնան արևը, եւ թարմ ու գեղեցիկ, ինչպես ծաղիկները։ Այսօր երկրորդ դասարան աշակերտների մասնակցությամբ բնության ուսուցչուհին կազմակերպել էր միջոցառում գարնանային թեմայով եւ ամբողջովին բնության միջոցառման բովանդակությունը նվիրված էր բնության ծաղիկներին հետաքրքիր տեղեկություններ տալով մեզ մեծերիս երեխաները փորձեցին մեզ ապացուցել, հաստատել եւ ասել, որ ինչքանով պետք է պաշտպանել բնությունը, ինչքան բնությունը մարդկանց համար օգտակար է եւ բնության յուրաքանչյուր մի ծաղիկ ունի ինչ-որ մի բուժիչ հատկանիշ, որը պետք է մենք իմանանք, որպեսզի հետագայում մեր կյանքում օգտագործենք։ Երեխաները շատ մեծ ոգևորությամբ, ուրախությամբ երգեցին, պարեցին, ասմունքեցին։ Շնորհակալություն եմ ելի կրկնում երկրորդ դասարանի ուսուցչուհուն եւ դասվարին Հրաչյուն Սահակյանին։ Երգեր, պարեր, գեղեցիկ բանաստեղծություններ հնչեցին փոքրիկների շուրթերից։ Ուսուցչուհին ջանքու երանք չէր խնայել նրանց օրը վերածելու հեքիաթի, ու այն ստացվեց բարձր մակարդակով։ Այսօր կազմակերպել ենք միջոցառում Մայրենի առարկայից, թեման գարունն էր։ Երեխաները փորձեցին ստեղծել գարնանային տրամադրություն, փոխանցել գարունը ոչ միայն զարթոնք է, այլ նոր հույսերի, նոր երազանքների իրականացման եղանակ է։ Եվ գարնան զարթոնքի հետ մեր սրտերը եւս լցվում է ուրախությամբ եւ լույսով։ Եվ մեր երեխաները մեր գարուններն են, որոնք այսօր ուրախացրեցին մեզ իրենց անմեղ ժպիտներով եւ փայլուն աչիկներով։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել դասվարին Հրաչյուն Սահակյանին եւ մեր ծնողներին մեզ կազմակերպչական հարցերում աջակցելու համար։ Նմանատիպ միջոցառումները փոքրիկներին տալիս են գիտելիք։ Այն ծաղիկների օգտակար հատկանիշները հիշեցնող տողերը կմնան հիշողություններում միշտ անմոռաց։ Գարնան զարթոնքը թող մեր փոքրիկների համար դառնա նպատակների, մտքի ու հույսի զարթոնք։